Պարոն վարչապետ, ծրագրում ուղիղ գրել եք, որ Երաստից Նախիջևան եւ Ախորիկից Թուրքիայի սահման երկաթուղիների հատվածները վերակառուցվելու ու գործարկվելու են։ Արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը ուղիղ արդեն մերժել է Հայաստանի դիմումը, որ կառավարությունը նման պարտավորություն է ստանձնում ու իր վրա է վերցնում եւ եթե այո, ինչ միջոցներով է իրականացվելու շինարարությունը։ Ոչ, չի նշանակում շինարարությունը իրականացնելու պետական բյուջեի միջոցներով։ Մի պահանջ է ներկայացնում, որ այս սուբսիդավորման ծրագիրը գուցե ավելի ճիշտ կլինի, որ անձամբ իրենց առնչվի, այլ ոչ արտահանողների։ Ինչու այս մոտեցումը դուք չեք դիսում այլ գումարը միայն արտահանողներին հասնել։ Որովհետև շատ թե քիչ հետագծելիություն մենք կարող ենք ապահովել այդ դեպքում։ Այսինքն արտահանողների դեպքում մենք տեսնում ենք ապրանքը դուրս եկավ երկրից։ Մյուս դեպքերում հետագծելիության մեխանիզմ չունենք։ Եթե լինի հետագծելիության հուսալի մեխանիզմ, մեզ համար տարբերություն չկա, ընդհակառակը ավելի լավ այդ ուղղությամբ գնալ, բայց մյուս կողմից ուզում եմ հիշեցնել, որ մենք արտահանումն ենք աջակցում եւ հետեւաբար արտահանողներին պետք է աջակցենք։ Ինչ վերաբերում է խաղողին, վերջին, եթե չեմ սխալվում, 7-8 տարում մենք անդադ խաղողի մթերման աջակցության ծրագրեր ենք արել։ Այսինքն ձեր նշած խնդիրները չեն եղել, մենք աջակցության ծրագրեր արել ենք եւ հետեւաբար այդ մեր ընթացիկ սովորական աշխատանքային առօրյան է։ Չեմ կարծում, թե ավելի մեծ ծավալով կարիք լինի, բայց ինչ ծավալով կարիք լինի, այն կա ծավալով էլ կապահովենք։ Շնորհակալություն, անալիզ վարիանտ պրայցիա համեցեք։ Պարոն Փաշինյան, շուտով Հայաստանում դիմընտրություններ են նախատեսվում եւ ըստ տեղեկությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստում քննարկել եք նաեւ այդ ընտրությունների վերաբերող հարցեր։ Ընդդիմությունը եւս հայտարարել է, որ նախապատրաստվում է եւ մասնակցելու է այդ ընտրություններին։ Ինչ ակնկալիքներ ունեք եւ այս փուլում ինչ նախապատրաստական փուլում են այս պահին քաղաքացիական պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս համատեքստում վերընտրվելուց հետո դուք հայտարարեցիք այստեղ, որ առաջիկայում շատ են լինելու կառավարության, այսպես ասենք, դաշտային աշխատանքները, երբ դուք պետք է ձեր թիմակիցների հետ գնաք մարզեր եւ բնակիչների հետ խոսեք կոնկրետ խնդիրներից եւ տեղում լուծումներ տաք այդ խնդիրներին, արդյոք այդ մոտեցումը դեռ արդիական է եւ երբ եք պատրաստվում եւ որ համայնքից եք պատրաստվում սկսել այդ աշխատանքները եւ նաեւ ձեր որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, ինչ ակնկալիքներ ունեք այդ հանձնաժողովի աշխատանքներից եւ ինչ ժամկետներում։ Երամսյաց ժամկետը սահմանված, որ առաջարկություն տրվի, առաջարկություններ տրվեն, ցավոք երեք նույնպես չգիտեմ հրապարակվել է թե չէ, էլի բանակում միջադեպ ենք ունեցել, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Երբ որ մեքենայով, ընդ որում մեքենայով, որը շահագործման ենթակա պետքա չլներ, վրա երթին ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը ցավոք զոհվել է։ Եվ այս դեպքն էլ նրա մասին, թե մեր խնդիրները ինչ համակարգային նշանակություն ունեն։ Ես հիշում եմ, չգիտեմ այդ մասին հրապարակային առիթ ունեցել եմ խոսելու թե չէ, երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասցինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո Սենց դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Դա պետքա պարզվի, ինչ էին դրսում, հա? Դա կպարզվի։
Դաշտային աշխատանքները դաշտային ասելով չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց սկսել ենք մենք արդեն։ Ես ընտրություններից հետո շաբաթվա մեջ առնվազն մի օր չեմ գալիս այս շենք եւ աշխատում եմ շենքից դուրս տարբեր տեղեր գնալով, մարդկանց հետ շփվելով եւ մի մասը լուսաբանվում է, ինչ որ հատված կա երևի չի լուսաբանվում, այնպես որ դա իհարկե դա շատ կարեւոր բան է։ Նաեւ սկզբունքային է, որ մենք այդ շարունակելու ենք։ Դիմ ընտրություններին ինչ ակնկալիք են ունենում։ Մենք միայն նախորդ նիստին չենք քննարկել։ Նախորդին էլ ենք քննարկել, նրան էլ հաջորդին էլ ենք քննարկելու, ենթադրում եմ մյուսին էլ։ Ընտրություններից ակնկալիքը միշտ մեկն է, հնարավորինս հաջող հանդիսանալ ընտրությունները։ Այդքան էլ ճիշտ։ Շնորհակալություն, Լիա Սարգսյան։ Պարոն Փաշինյան, թեև գործընկեր